Իսկ դու արդեն որոշել ես, թե որ երկրներ պիտի այցելես 2025 թվականին։ Եթե դու ես հոգնել օրեր շարունակ հարցումների անպատասխան մնալուց, դիմիր Travel with N տուրիստական գործակալություն, սպասեցնել չեն տա, անմիջապես կստանաս լավագույն առաջարկները, տուրփաթեթներ, ավիատոմսեր, հյուրանոցների լայն ընտրանի, էքսկուրսիաներ, սոցփաթեթի սպասարկում եւ ամենակարևորը՝ 24/7 ձևաչափով բարեհամբույր սպասարկում։ Travel with N 095 89 20 48 Բարև դարձել հերթատողներ, մենք շարունակում ենք կարևորագույն թեմաների քննարկումները, այս բան ես զրուցում եմ քաղաքագետ Արտուր Խաչիկյանի հետ, շնորհակալ եմ պարոն Խաչիկյան մեր հավերն ընդունելու համար։ Մենք հաճախ կամ երբեմն մեր եթերներում փորձում ենք մի փոքր ազատություն մտցնել եւ դուք ամեն անգամ դրանից նեղում եք, ասելով դե կարելի է ավելի այսպես շեղվել, հա, գրական քննարկման բովանդակությունից, բայց մենք ունենք փաստորեն վարչապետի պաշտոն զբաղեցնող, որը ես տեսա ձեր արձագանքը լրատվամիջոցներից մեկում Փաշինյանը այդ գրառման վերաբերյալ, հա։ Տենց բան ես կյանքում չէի պատկերացրել։ Ինչ որ մեկի քերական գա եւ Դոմբելու եւ Սրբազանի մասին, հա։ Այո։ Լավ, բնական է, չէ՞, այս ամենը թարգմանվում է դեսպանատներում, ուղարկվում է։ Դե հասկանում են, որ մենք Երկրի առաջ ինչ են մտածում մեր մասին։ Որ մենք 4-րդ կարգի ժողովուրդ ենք, որ մենք ազգ չենք, որ սա երկիր չի, սա ինչ որ գաղութ է։ Որևէ նորմալ երկրում երկրի ղեկավարը այսպիսի բան իրան երբեք թույլ չէր տա։ Այսինքն նրանք մեզ ինչ որ վայրի ցեղի տեղ են դնում, որը ապրում է ինչ որ սարերում, ձորերում կամ ինչ որ կղզի վրա եւ ուղղակի ժպտալով երևի ասում են տեսեք սրանք ինչով են զբաղված։ Շատ ամոթ է, որ մենք այսպես ոնց որ գյադաստան դառնանք, սա պետություն էլ չի։ Որևէ նորմալ իրան հարգող պետությունում այսպիսի բան չէր լինի եւ ժողովուրդը դա չէր հանդուրժի։ Վրաստանում ասել եմ էլի կասեմ, Վրաստանում մեկը վիրավոր էր վրաց եկեղեցու կաթողիկոսին 15 րոպեից այդ մարդուն փրկելու էին, որ նա Թիֆլիսից հասնի аэроպորտ։ Հիմա գանք ավելի բովանդակային թեմաների աշխարհական, որոնք մեզ վերաբերվելու են, հա։ Երեք ուկրաինական զինված ուժերը հրապարակեցին տեսանյութ, որով ակնհայտ դարձավ, որ ռուսական ռմբակոծիչներ են ոչնչացվել հենց օդանավակայաններում, սրանք ստրատեգիական նաև նշանակություն ունեն միջուկային այդ տրիադայի ապահովման համար, հա։ Ռուսաստանը խոստացել է անհամաչափ պատասխան տալ։ Ստամբուլում այսօր ռուս-ուկրաինական բանակցություններ են, Միացյալ Նահանգները, բնական է նման գործողությունները առանց լուրջ պետությունների հետախուզությունների աջակցության դժվար թե Ուկրաինան կարողանար անել, հա։ Սկզբում տպավորություն էր, շատերը կարծում էին, որ Տրամպի գալով խաղաղություն կհաստատվի, բայց հիմա այնպիսի բաներ են տեղի ունենում, որ կարծեք թե խաղաղությունը շատ հեռու է, հա։ Ինչպիսին կարող է լինել Ռուսաստանի պատասխանը Ուկրաինային այդ անհամաչափ ասելով ինչ կարող ենք հասկանալ, եւ դա ինչպիսի էսկալացիայի կարող է բերել, արդյոք կարող են բանակցությունները դադարեցվել ընդհանրապես, հատկապես որ Թրամփն էլ կարծեք թե դժգոհ է բանակցությունների ընթացքից, խնդրեմ։ Նախ սա առաջի անգամ է պատմության մեջ, որ այսպիսի հարձակում է կատարվում միջուկային պետության, միջուկային տրիադային չէ նշանակում, ամեն պետություն ունի օդային ուժեր միջուկային, սուզանավեր միջուկային եւ ցամաքային, այո, ինտերկոնտինենտալ հրթիռներ։ Դրանից որևէ մեկի վրա հարձակվելը նշանակում է, որ ձեր հակառակորդը կարող է կարծել, որ դուք ուզում եք միջուկային հարձակում սկսել եւ ինքը հարձակվի ձեր վրա կամ պատասխան հարված հասցնի։ Սա նշանակում է, որ մենք քայլ առ քայլ մոտենում ենք միջուկային պատերազմի եւ փաստորեն միջուկային զսպման կոնցեպցիան, դա որն է, որ ես ձեր վրա հարձակվեմ, ես պետք է մտածեմ, որ դուք պատասխանելու եք։ Սա փաստորեն ուկրաինացիների ձեռքով եւ ըստ որոշ նորությունների աղբյուրների բրիտանացիներն են մասնակցել սրան։ Սա նշանակում է, որ միջուկային զսպման կոնցեպցիան պոտենցիալը սկսվում է ջրվել։ Սա շատ վտանգավոր է։ Ռուսները իհարկե հուշկու պատասխան պետք է հասցնեն, որովհետև եթե նրանք դա չանեն, սա շարունակվելու է, հաջորդը հարձակվելու են սուզանավերի վրա, հաջորդը հարձակվելու են միջկոնտինենտալ հրթիռների վրա եւ Ռուսաստանը անզեն է մնալու։ Իսկ սա իր վերջի քարտն է, քաղաքարտն է, այսինքն նրանք սադրում են Ռուսաստանին, երևի դրանից առաջ ասացին, որ եթե ասենք Գերմանիան օգտագործի իր հրթիռները, մենք կարող ենք մինչև Բերլին էլ հարվածել, դե դա իհարկե ծայրահեղ քայլ կլինի,
բայց կարծում եմ, որ շատ ուժեղ հակահարված կտան Ուկրաինայի դեմ, առնվազն Ուկրաինայում գտնվող ռազմական օբյեկտների դեմ, հրամանատարական օբյեկտների դեմ, նաև ինչպես նրանք ասում են, որոշումների ընդունման կենտրոնների դեմ։ Այսինքն կարծում եմ, որ պատասխանը կլինի Ուկրաինայի դեմ առայժմ, բայց եթե հաստատվի եւ իսկապես նրանք այսպիսի բան չէին կարող անել առանց բրիտանական եւ ամերիկյան օգնության, քանի որ այնտեղ արբանյակային հետախուզություն էր աշխատում, այսինքն ինչ որ մոմենտ եթե ապացուցվի, որ Բրիտանիայի հետախուզությունը մասնակցել է հարձակման մեջ Ռուսաստանի ստրատեգիական ուժերի դեմ, դա շատ լուրջ խնդիր է եւ գուցե ինչ որ բրիտանական օբյեկտի դեմ, ասենք Եվրոպայում կամ ինչ որ ռազմաբազայի դեմ նրանք արդեն այդ հարցը քննարկեն, նայեք Իրանը ասում է, եթե դուք հարձակվեք մեր վրա, ամերիկացիներին, մենք հարձակվենք ձեր ռազմաբազաների վրա։ Այսինքն սա շատ վտանգավոր է։ Ինչ վերաբերվում է բանակցություններին, նրանք դա անում են ավելի շատ դրա համար, որ Տրամպը իրենց չհամարի որպես մի կողմ, որը չի ուզում իր հետ համագործակցել, որ մեղքը չգցեն Ռուսաստանի վրա, որովհետև Տրամպը եթե համոզվում է, տեսնում է, որ ասենք ուկրաինացիներն են խոչընդոտում այդ process-ին, նա իր օգնությունը կամաց դադարեցնելու է ուկրաինացիների դեմ։ Դա է իրենց նպատակը։ Այսինքն այնպես չանել, որ Տրամպը Ռուսաստանին մեղադրի, որ Ռուսաստանը չի ուզում գնա խաղաղ բանակցությունների, բայց այսպիսի պայմաններում հիմա կնքել մի պայմանագիր, որով Ուկրաինան պահպանում է ՆԱՏՕ մտնելու իր իրավունքը, ոչ մի սահմանափակում չի ընդունում Ուկրաինայի տարածքում գտնվող ուժերի վրա եւ այլն տարածքներ չի զիջում, դա նշանակում է տոտալ պարտություն Ռուսաստանի համար։ Այսքան զոհերից հետո, այսքան սանկցիաներից հետո։ Ինչու այդքան հեռացավ միանգամից այդքան մոտ թվացող խաղաղությունը։ Դուք հիշում եք, մենք ընկերներ ենք եւ գործընկերներ ենք, մենք ձեր մոտ 3 տարի ասել ենք, որ սա լինելու է երկար եւ դժվար, ասել ենք, չէ՞։ Պարոն Մուրադի, հիշում եք, մենք ասել ենք, որ սա չի կարող հեշտ լուծվել։ Սա Աֆղանիստան չի, սա Վիետնամ չի, սա, չգիտեմ, Թայվան չի, սա առանցքային կենսական կարևորության հարց է Ռուսաստանի համար եւ Ուկրաինայի համար եւ Արևմուտքի համար։ Սա շատ դժվար է լինելու լուծել։ Տեսակ Միջինսկին ասեց մենք կարող ենք 20 տարի էլ ձեր հետ բանարել, պայքարել, ինչպես Շվեյցիայի դեմ ենք կռվել 20 տարի, մենք ձեր հետ էլ կարող ենք 20։ Դե 20 տարի իհարկե չի լինի, բայց սա կարող է շարունակվել եւ Ռուսաստանը կամ պետք է ինչ որ վճռական գործողությունների գնա, կամ սա էլի շարունակվելու եւ գնալով իմ կարծիքով Ռուսաստանի զսպվածությունը հակառակ կողմը տեսնում է որպես թուլության նշան։ Հիմա 2022 թվականին, հա, ջերմուկի դեպքերի ժամանակ դրանք երբ տեղի ունեցան, երբ Ռուսաստանը իհարկե ոչ ստրատեգիական այսպիսի կորուստ չունեցավ, բայց Խարկովի հատվածում, հա, հետ քաշվեցին զորքերը եւ Ադրբեջանը օգտվեց այդ առիթից, հասկանալով որ այնտեղ զորքերի հետ քաշման խառնաշփոթ է մի խոսքով ռուսները դեռ պիտի հասկանան իրենք ինչ են անում, իրենց հանրության ինչ են մատուցում, հա, որտեվ դրանք սահմանադրությամբ այդ հատվածները հայտարարվել էին Ռուսաստան։ Հիմա երբ այս մակարդակի հարված է հասցվում Ռուսաստանին, մտահոգություն կա ոմանց մոտ, որ ելի Ադրբեջանը կարող է օգտվել առիթից։ Ես հիշեցնեմ, որ եւ ԱՄՆ պետքարտուղարը եւ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Բելաուսովը, հա, հայտարարել են, որ Սյունիքի շուրջ իրավիճակը լարվում է։ Այո, շատերն են ասում։ Այո, ռուսական մամուլը գրեց, որ Ռուսաստանը այստեղ ուղարկել է ինչ-որ խումբ Սյունիք ուսումնասիրելու, վերլուծելու, հասկանալու համար, ինչ հավանական զարգացումներ կարող են լինել։ Ձեր գնահատականները։ Մենք դա ասել ենք, եթե հիշում եք 3 տարի, առնվազն 3 տարի, որ հենց որ այդ բախումը Ռուսաստանի եւ Արևմուտքի պայմաններ ստեղծեց Թուրքիայի համար մտնել Կովկաս եւ Ադրբեջանի համար օգտագործել Ռուսաստանի զբաղվածությունը, անհնարությունը, այսինքն մենք հիշում ենք, մենք մեղադրում էինք ռուսներին, որ մեզ համար կռիվ չտվեցին Թուրքիայի Ադրբեջանի դեմ։ Եթե սեփական երկիրը, սեփական ստրատեգիական այրոդրոմները դժվարությամբ են պաշտպանում, նրանք ինչպես կարող են դա անել։ Մենք դա ասում ենք ձեր մոտ ամեն անգամ, որ այո, նրանք օգտվեն Ռուսաստանի զբաղված լինելուց եւ հարվածի տակ լինելուց, այո, բայց ռուսներն էլ հասկանում են, որ եթե նրանք զիջեն Կովկասը, եթե Հայաստան չլինի, Սյունիքը տրվի թուրքերին, այստեղ ստեղծվելու է սուպեր Թուրքիա եւ ՆԱՏՕ-ի դիրքերը կտրուկ ուժեղանալու են մեր ռեգիոնում եւ Արևմուտքը ինչպես հիշում եք երբ Ղարաբաղը հանձնեց այս անձը Արևմուտքի կարգադրանքով դա արվել էր որպեսի
փորձել Ռուսաստանին ներքաշել պատերազմ, որ Ռուսաստանը պաշտպանի ղարաբաղցիներին, մենք դուրս գանք եւ Ռուսաստանի դեմ Թուրքիան, Ադրբեջանը պատերազմի գնան։ Այսինքն նաեւ նրանք ցանկանան երկրորդ ֆրոնտ բացել այստեղ Ռուսաստանի դեմ, Ռուսաստանը ներքաշել նոր պատերազմի մեջ։ Մենք իրենց համար երկրորդական կարևորություն ունենք, արևմուտքի համար, այսինքն նրանք ուզում են մեզ օգտագործել, որ Ռուսաստանի ներքաշել պատերազմի մեջ։ Հիմա հրապարակումներից առնվազն հայտարարությունից հասկանալի է, որ Թուրքիան ակտիվորեն խոսում է Իրանի հետ Սյունիքի այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի Իրանը թող հետ քաշվի, համաձայնվի, որ դա ասել ենք թե այո Իրանը չնայած մենք խոսել ենք դրա մասին Իրանի դեսպանը վերջերս ասում էր իրանական քնած առյուծը արտանալու է իհարկե ես սրան մի քիչ բան եմ վերաբերում ես չեմ սիրում դες բաներ այելի ոնց որ ռուսական քնած արչարծավ այդքան էլ քնած առյուծը իրանական է բայց ես երբ որ նախորդ տարի Իրանում էի եւ շփվում էինք իրենց վերլուծաբանների հետ հա որոնք պետության ներկայացուցիչներն են իրենց մոտ էլ այդպես չէր որ միանշանակ կարող են հարցը լուծել դե ասում են ավելի լավ է պատերազմ քան պայմանավորվածություններ այդ միջանցքը չտրվի ասում են լավ իսկ եթե պատերազմ սկսվի դուք ինչքանով կարող եք մեզ աջակցել ի վերջո Սիրիայում մենք տեսանք որ դուք չկարողացաք աջակցել Ասադի ռեժիմին ձեր անգամ այնտեղ խմբավորումներին հա որոնք պրոիրանական էին հասկանալի որ Իրանն էլ այնպես չի որ ռեսուրսների անսահմանափակ հնարավորություններ ունի պատերազմի մեջ մտնելու Առաջինը ինչ կարող է տեղի ունենալ, այսինքն այս Իրան-Թուրքիա պայմանավորվածությունների կամ բանակցությունների ընթացքում, իսկ կողմից Իրանը բանակցություններ է վարում Միացյալ Նահանգների հետ, որը Թուրքիայի ռազմավարական դաշնակիցն է, հա, որ պարագայում կարող է Իրանը հետ քաշվել, ու փոխաբերական իմաստով, որ Իրանը չի գտնվում Սյունիքում, հա, կամ այսպես ձեռքերը լվալ այդ թեմայից։ Ես 3 տարի, եթե ոչ ավել, ձեզ մոտ ուրիշ տեղ ասել եմ, որ այստեղ ձևավորվում է դաշինք Իսրայել, Ադրբեջան, Թուրքիա, Միացյալ Նահանգներ, Անգլիա ճնշում է գործածվելու Իրանի դեմ, որպեսզի Իրանը գնա զիջումների եւ կարող են գան համաձայնության Իրանի դեմ մեր հաշվին, որովհետեւ Իրանը սպառնալիքի տակ է, սպառնալիք կա որ հարձակում կարող է լինել Միացյալ Նահանգների կողմից, Իսրայելի կողմից, Թուրքիան, Ադրբեջանը շատ սերտ հարաբերություններ ունեն եւ Իսրայելի եւ Միացյալ Նահանգների հետ եւ կարող են ճնշում գործածել Իրանի դեմ, որպեսզի Իրանը զիջի Սյունիքը։ Ես դա ասել եմ մի քանի տարի։ Կարող է գնալ նայել իմ ասածը։ Դա հիմա ձեր աչքի առաջ տեղի է ունենում եւ դա տրամաբանական է։ Դա տրամաբանական է։ Նրանց նպատակը մենք գիտենք, մեծ տուրան ստեղծելը Հայաստանը վերացնելը։ Իրաններ մեզ պաշտպանում Ռուսաստանը զբաղված է Ուկրաինայում հարձակման տակ է, Իրանի վրա էլ կարող է հարձակում սկսվի։ Նրանք երկուսն էլ ավելի թույլ դիրքերում են, նրանք այստեղ որևէ ձևով չեն կարող ռազմական գործողություններ սկսել, որովհետև սկսվելու է հակահարված Թուրքիայից, Ադրբեջանից եւ Միացյալ Նահանգներից միանգամից, մեզ իհարկե միանգամից կմոռանան մեր արևմտյան ընկերները, եւ ամենակարևորը դուք ինչպես կարող եք օգնել մի երկրին, որի կառավարությունը չի ուզում, որ դուք իրան օգնեք եւ բոլոր հույսերը կապվում է արևմուտքի հետ։ Դուք ոնց եք օգնելու Ասադին ինչու չկարողացան օգնել, որովհետեւ իր ռեժիմը փլուզվեց, ներքուստ փլուզվեց։ Նա չկարողացավ ինչ որ բան անել, որ պահի իր իշխանությունը եւ նա չէր ուզում այլևս կռվել, նրանք չկարողացան իրեն օգնել։ Եվ ինչպես եք դուք օգնելու մի կառավարությանը, որը ինքը ամեն անգամ վազում է արևմուտք, ինչպես եք օգնելու մի կառավարությանը, որը կառավարություն էլ չի, փաստորեն գյադայապետություն է, մենք զբաղված ենք Ինչ-որ մեկի քերականան կնոջ դոփելով։ Հա, դե պարզ է, որ մենք դառանք վայրենի ինչ-որ ցեղ, ոչ թե ազգ, մենք որ ասում ենք, չէ, 3000 տարվա պատմություն, քրիստոնյա, մենք մեր վրա ծիծաղացինք փաստորեն։ Մենք դառանք բան, կներեք տրասայի զուգարան։ Այսպիսի բան տեղի ունենում կառավարական մակարդակով, այսինքն դուք ինքներդ ձեզ ասում եք, որ մենք գյադա ենք, մենք ժողովուրդ չենք, ու մենք պետություն չունենք։ Բայց հիմա Նիկոլը կարող է հակադարձել ձեզ, ասել, բա ձեր այդքան չէ դե Աննան այն ինչ որ հակադարձեց վտանգավոր է Նիկոլը ձեզ ինչու հասան ես չհասկացա ձեր շալվարի մեջ ինչու մտան այն էլ ես դերև մտնելու բան կա բայց վերադառնանք Նիկոլը կարող ասել գիտեք պարոն Խաչկյան դուք ասում եք որ աշխարհը մեզ դիտարկում է որպես տրասայի զուգարան այո դե փաստորեն բայց Տրամփն էլ հրապարակային ասուլիսում ասաց եվրոպացի պաշտոնյաները իմ հետևը պատշում են Հո ես այդպես բան չեմ ասել, պարոն Խաչկյան, կարող էի չէ ասել։ Դե դա կոպիտ է, դա այսպիսի գյադայություն չի, դա կոպիտ է, բայց անգլերեն kiss my ass, դա իհարկե կոպիտ արտահայտություն է, բայց դա նույն բանը չէ, ինչ որ ձեր եկեղեցու ղեկավարին այսպիսի բան ասել։
Դե Տրամփն էլ հրեշտակ չի, նա էլ է երեխա, ես ասել եմ նա էլ է երևի ԿՊ-ի անդամ, որովհետև ինչ որ խոստացավ թարս դուրս եկավ, ամեն ինչ տապալեց, շատ հնարավոր է որ նա էլ է ԿՊ-ից, տեսակ, ոչ խաղաղություն բերեց Ուկրաինա, ոչ կարողացավ տնտեսական հարցերը լուծել, Ամերիկայում իրավիճակը ավելի վատ է դարել տնտեսական, ավելի վատ, քան առաջ, այդ իր տարիֆային պատերազմի պատճառով այն բանը, որ մեկն է իրան գյադայի պես բաղում, չի նշանակում, որ դուք էլ պետք է ամբողջ ընտանիքով ձեզ այսպես պահեք։ Եվ բացի իրենց բանը Տրամփը այդպես պահելու տեղ ռեսուրս ունի։ Հա, դե դա էլ կարելի է այո օգտագործել։ Հետո բայց ես չհասկացա ինչու գործը հասավ ձեզ տարբեր ժուրնալիստների ինչ որ կապ։ Ես չգիտեի ճիշտ ասած, որ դուք հավատում եք անը։ Չէ, իհարկե, բայց գիտեք, ինձ ոչինչ չի զարմացրի, ես Սան Ֆրանցիսկոյում 10 տարի ապրել եմ, ես ամեն ինչ տեսել եմ։ Անգամ մի անգամ բանի Սան Ֆրանցիսկոյի ծոցում բեյում, հա, Սան Ֆրանցիսկո բանը Դելֆինը հարցակվել էր եւ ռոմանտիկ գործողություններ կատարել մարդու հետ։ Այսինքն դրանից հետո ինձ ոչ մի բանով չէ զարմացնի։ Բայց ինչու է դրա մասին խոսում մեր ղեկավարությունը, ես չգիտեմ։ Սա ուղղակի ոնց որ բան լինի, վատ երաս։ Ես էլ չգիտեմ։ Ես իհարկե չեմ հավատում։ Մանավանդ նրանք գիտեն, չէ, որ դուք այդ անձի հետ այնպես չէ, որ աչքով աչք չունենք տենալու ուր մնաց թե նման ռոմանտիկ գործողություններ անետ ձևով չգիտեք ես մենք դառնում ենք բան ոնց են ասում սիտկոմ կոմեդի սա պետություն չի սա կոմեդիա մեր բախտը բերել է որ դեռ ասենք Իրանը Թուրքիան Ռուսաստանը եւ գուցե Ամերիկան դեռ որոշել են որ այդտեղ այս տարածքը մնա ու հայերը գնան բան ճաշուտելու իրիգունները նրանք վաղ կարող են որոշեն որ տենց չի լինի եւ մենք ոչինչ չենք կարող անել մեր ժողովուրդն ամեն ինչից զզվել է ճիշտ ասած էլ ոչ մեկին չի հավատում հավատալու տեղա մնացել բան չէ բայց ոնց կարելի էր տասնյակ հազարավոր մարդ հանել դուստ փողոց դուք էլ եք չէ Սևանում դուք էլ եք չէ եկել ես դες հիշում եմ հա Սրբազանի հետ այո ես ասեմ որ Սերժ Սարգսյանը այնտեղ չէր դե ես գիտեք ես շատ լիբերալ մարդ եմ ես գործ չունեմ բայց 100,000 մարդ հանել փողոց եւ պլան չունենալ գործողություններ պլան չունենալ ճիշտ մարդկանց չընտրել որ ձեր կողքը կանգնեն ինչպես կարելի է դա մեր վերջի հույսն էր եւ բոլորը ասում են սա վերջի հույսն է սա էլ եթե տապալեք պրծավ հիմա ժողովուրդը ում հավատա քանի անգամ կարելի է ժողովրդին հանել փողոց մանածել ֆիթնես տուրզ անել քաղաքում։ Բագրատ Տրփազյանն ասում է շարունակում են լինել փողոցի առաջ։ Ես իրեն աջակցում եմ, թող իր մոտ ամեն ինչ ստացվի, բայց եթե ամեն անգամ նույն բաները արվի, որը չի աշխատում, նույն մարդիկ գան, էլի գոռան, միկրոֆոնը վեցնեն, էլի այդ կարգախոսները գոռան, ձեր ասած այսօր արի վաղը գնա, չէ, այսօր գնա վաղը արի շարժում, դուք եք ասել, ճիշտ եք ասել։ Լավ էս ազգը հնարավոր չի որ մի մարդ ասի գիտեք էս մի բանը սխալ եմ արել մեր մոտ այնպես բան չկա գիտեք ոնց մենք ասի գիտեք էս բանը սխալվել է քաղաքական գործիչները ոնց կարող են սխալվել ախր նրանք ես քաղաքական գործիչ չեմ բայց ես ասում եմ ես մի քանի օրով սրան հավատացի այդ դրա համար էլ քաղաքական գործիչ չեք որովհետև ես ասում եմ էս հարցում ես սխալվեցի ես հավատացի երբ որ դուք անսխալական լինեք նոր կդառնաք քաղաքական բոլորս անսխալ ենք ոչ ոք չի կարող ասի էս հարցում սխալ է Այս հարցում սխալ է կամ որոշ մարդիկ որոնք գալիս են այդ ցույցերում մասնակցում են թող իրանց սխալներն էլ ընդունեն որտեղ իրանց սխալները որ չլինեին այս մարդը չէր լինի այս ժողովրդի այդտեղից չէր գնա դա Հայաստանում դա անընդունելի ուրեմն է սա լինել իրականում համաձայն եմ դա քաղաքական պատասխանատվության ինստիտուտ չկա որ մարդիկ ասեն գիտեք այո մենք քաղաքականապես պատասխանատու ենք այսինչ եղածի համար այն ինչ որ մենք առաջարկել ենք չի ստացվել Ժողովուրդ ջան կներեք ու ես չեմ տեսել որևէ շարժում որը ավարտվի բոլոր տապալված շարժումները չեն ավարտվել հիմա իրենք իբր շարունակվում են դե մի կողմից իհարկե հեշտ է ասել կողքից քննադատելը իհարկե դա շատ դժվար է բայց այսքան մարդու բայց կներեք բան խաչքն ախր այդտեղ հարցը հեշտ չի քննադատելը 1 2 Երբ որ այդ շարժումը հաջողեր, վարչապետ դուք կամ ես չէիք դառնալ։ Չէ՞, մենք այդպիսի պատասխանատվություն չենք ստանձնել։ Դուք կուզենայիք հիմա վարչապետ դառնալ։ Սա գիտեք ինչ է, սա Տիտանիկը պետք է բանի ծովի գետնից հանեք։ Հասկացա, բայց եթե մարդը ունենում է այդպիսի ամբիցիաներ, նաև պատասխանատվության չափն է մեծ։ Այո, իրեն կարող են քննադատել քաղաքագետ Արտուրը Խաչիկյան, չգիտեմ, վերլուծաբան Արգիշտին, լրագրող Բորիսը կամ լրագրող մեկ այլ մարդ։ Այո, լավ բաներ հիշեցիք։ Դեռ կհանդիպենք Արգիշտի հետ։ Ուզում եմ ասել, իրենք պիտի հասկանան իրենց տարբերությունը եւ մեր։ Դուք պետք է պատասխանատու լինեք։ Այսինքն մի բան է վերլուծաբան, քաղաքագետ, քաղաքական ամբիցիաներ այդ բանը չունեցող, այլ բան է որ մարդը վարչապետ է դառնալու։
այս ձևով Որովհետև միանգամից հավաքվեցին մարդիկ, ովքեր հետաքրված էին աթոռի հարցով, ուզում էին իմանալ նրանք ինչ կստանան, դուք գիտեք դա։ Դրա համար էլ ամեն ինչ տապալվեց։ Էլի ժողովրդի մասին մտածող այդքան էլ չկար։ Բոլորը ուզում էին իմանալ ինչ կստանան։ այս աշխարհում երբ որ այսպես գլոբալ փոփոխությունների սպասում կա, որտեղ մենք չգիտենք արդեն ասենք թե Ռուսաստանը ինչ է պատասխանելու, դա գլոբալ լավ իմաստով չեմ ասում փոփոխություն։ Չինաստանն էլ է սկսում Թայվանի հետ։ Տեսա։ Չինաստանը ինչ որ հայտարարություններ է անում, սրացումներ է գնում Իրանն ու Միացյալ Նահանգներն են բանակցում, չնայած այդ բանակցությունները ըստ էության ամերիկյան կողմից կապիտուլյացիայի առաջարկ է, հրաժարվել բոլոր այն պլաններից, որ իրենք ունեցել են։ Պուտիներն էլ չկար։ Այո, եւ Ադրբեջանն է իսկ հայտարարություններ անում ասում պետք է փախստականները էլ չասում ադրբեջանցիների պիտի ընդունեք 300,000 Հայաստան պետք է այո Նիկոլն ասում Ալիևն ասում սահմանադրություն պիտի փոխեք Նիկոլն ասում կփոխենք եթե պետք է իսկ 300,000 ասել է այո Ալենսիմոնյան ասեց այո դե ուրեմն հավաքվեք չեմադանները հավաքեք գնացեք բան Բագրատաշեն որտեղ է անցման կետը Վրաստանի Բագրատաշեն չէ Սադախլո է ժամանակին Սադախլո էր ես չեմ հիշում Սադախլոն դուք առևտուր եք արել Սադախլո չէ բայց ասել են որ Սադախլոյով է դե հավաքվեք Ժորժ ջան հավաքվեք սրանից հետո էլ եք տանը նստած հավաքվեք նրանք որ գան ստեղ ոնց է կարծում պարոն Մուրազի քանի օր է անցնել ինչեւ կռիվ առևտուր են անելու թողնենք էլի ես նոր եմ հացկել նրանք որ այնտեղ գան մտնեն Հայաստան մտնեն մեր գյուղերը հայերին ասեն դուք դուրս եկեք այդ մոմենտ ի՞նչ է սկսվելու կռիվ չի սկսվելու այդ մարդիկ հանգիստ ու եկեք իհարկե եկեք կներեք եկեք իմ տանը ապրեք հա տենց է լինելու ոնց է լինելու այնտեղ սկսվելու է կռիվ միանգամից պետք է լինի էլի ոնց այդ մարդը ասելու է չգիտեք էս իմ տունն է դուք դուրս եկեք ստեղից մենք դուրս ենք գալու նրանք այնտեղ մտնել են հետո դուք մի օր ասենք Սոչից ձեր մոտ ընկերա գալու տանելու եք բան գեղարդ չէ ոնց է Տաթև դուք այդ գյուղերով անցնելու եք չէ մեկը դուրս է գալու չէ ասելու է դու չես մտել Ադրբեջան դու իմ տղային սպանել ես պատերազմը քո պատճառով միանգամից կռիվ է սկսվելու դրանից հետո Ալիևը ասել է դե ուրեմն մեր բանակը պետքա մտնի Սյունիք քանի անգամ եմ ես դա ձեր մոտ ասել ու դա լինելու է բայց այս մարդիկ բաց խոսում են ժողովուրդը հավաքվեք ուրեմն ձեր տները ծախեք հավաքվեք էլ ինչ ասեմ եթե դուք չեք ուզում Հայաստան ունենալ եթե դուք թույլ եք տալիս որ սա լինի դուք կոնկրետ ասում եք ես ուզում եմ ստեից դուրս գամ դե հավաքվեք ես հասցնեք ձեր տունը ծախեք ես վստահում եմ ձեր խորհրդին այնպես որ կոդ ԴՊ 345 վաճառվում է առանձնատուն Արարատի մարզի դե փաստորեն հա բայց դուք կհասցնեք այսքան մարդ կհասցնի ում եք վաճառել հետաքրքիր է դուք չէ հասկանում եք կարելի է կատակել բայց 300,000 ադրբեջանցու գալը Հայաստան նշանակում է Հայաստան այդ մոմենտ չկա հենց նրանք մտան Հայաստան չկա ժողովուրդը դա հասկանում է շատ ես չեմ ուզում այդ մարդու խորհուրդ այդ մարդու մի կողմ թողնենք խնա խորհրդանի խոսնակն է խորհրդանի խոսնակը ասել է այսինքն իրենք նաև վաղ միսօր ժողովրդին կարող են ասել ժողովուրդ մենք ձեզ հետ անկեղծ ենք եղել մենք ասել ենք այդ մարդիկ գալու են հիմա եկել են երբ որ դուք դեմ չեք եղել երբ որ դուք գնացիք նոյեմբերի 9-ի պայմանագրի ստորագրեցիք դուք ասել եք որ սրան է հասնելու կամ դուք որ վազեցիք Պրագա ծախեցիք Ղարաբաղցիներին դուք ասել եք որ սրան է հասնելու Սա Հայաստանի վերջն է, հասկացեք սա։ Մենք 70 տարի սովետական իշխանության տակ ծաղկեցինք, այսպիսի վերածնունդ ապրեցինք, դե սա էլ վերջն է մեր։ Մենք ապացուցեցինք, որ մենք պատրաստ չենք պետություն ունենալու, պետականություն ունենալու պատրաստ չենք։ Եվ այս պայմաններում մենք նշում ենք փողոցային քֆրտոց։ Մեր այսպես ասած ազգային ժողովում եւ մեր այսպես ասած լիդերների կողմից։ Մենք ուղղակի ամբողջ աշխարհին ցույց ենք տալիս, որ մենք պետություն պատրաստ չենք ունենալու։ Գուցե դուք պետություն կազմեք, պարոն Մուրազի, ես գիտեմ դուք մենք դեռ անպատրաստ ենք, ճիշտ ասած։ Չէ, ափսոս։ Մենք կարող իրար ցեղասպան։ Բայց դուք շեյխ եք, չէ, ասում։ Չէ, դուք ոչ, չէ, ափսոս։ Ես կարող եմ ընդունվեի ձեր մոտ աշխատել խորհրդատու, վիզիր, չէ։ Շեյխ։ Դե դուք որոշեք, ես ինչ ասեմ։ Լավ, ես կորոշեմ։ Այսօր բազաների հետ հանդիպում ունենք։ Անպայման ավարտել ճակատագիրն էլ որոշենք։ Շնորհակալ եմ պարոն Խաչիկյան հետաքրքիր զրույցի համար։ Եվ բովանդակ այդ մասը աշխարհական վերլուծության հետաքրքիր էր, իհարկե նաև այս դժվար օրերին այսպես ժպտալ կամ ծիծաղել շատ մեծ հերոսություն է, այնպես որ հարկ վճարելուց առավել պետքա Հայաստանում տրամադրություն ունենալ ընդհանրապես։ Դուք պետքա լավ բացատրեք մարդկանց, որ նախ կարող է Իրանի շուրջ պատերազմ լինի, երկրորդը մեր վրա կարող է հարձակում լինի մեզ վրա։ Երրորդը Ուկրաինայում պատերազմը շարունակվելու է ու չորրորդը հիմա էլ Ամերիկայի պաշտպանության նախարարը ասում է Չինաստանը պատրաստվում է հարձակվել Թայվանի վրա 4-ը խոշոր կոնֆլիկտ կարող է լինի այս պայմաններում իրիգունները գնալ
բաներ գաջը քսելու ֆոտոներ անել Instagram-ի վրա, մի քիչ դուք ուրիշ իրականությունում եք ապրում։ Մի հատ ձեր աչքերը բացեք, այդ ուտել խմելուց հետո մի հատ նայեք ձեր շուրջը ինչ է կատարվում, հասկացեք։ Մեղավոր չեն, բան խոցին, քաղաքական էլիտա են նայեք։ Այո, մարդիկ մեղավոր չեն, մենք էլիտա չունենք, մեր էլիտան ո՞րն է, ի՞նչն է մեր էլիտա, 128 խմբեր ունենք, հա, քաղաքական կուսակցություն, ինչքան 120, դուք իմանաք, դուք ինձ լավ գիտեք։ Այսինքն ամերիկացիները ճաշից հետո ֆուտբոլ են նայում, հայերը ճաշից հետո քաղաքական կուսակցություն են ստեղծում։ Դա մեր բանը, մեր կենցաղային։ Չէ, մի հին մասնագիտություն կար, հին, որ ուրիշ անուն ուներ։ Հա, գիտեմ։ Հետո մի քիչ անունը դրեցին էսկորտ, որ էլիտար բան դառնա։ Հիմա այս մեր քաղաքական իշխանությունը կոնկրետ։ Հա։ Նույն բանն է, ուղղակի էսկորտ են դրել անունը։ Դե ես չգիտեմ դա ինչպես բնորոշել, բայց որ դա գյադայություն է, այսպես իրանց բայելը դա ճիշտ է, որ նրանք մեզ բերեցին տոտալ կոլապսի, Հայաստանի տոտալ ոչնչացման հերանեկարի, դա ճիշտ է, դա կարելի է հաստատել։ Էսկորտներից էլ ասենք դա, ասեմ եւ սահմանափակվենք, տեսակ, որ Ստարմերը 3 ուկրաինացի էսկորտի փող չեր տվել, BBC-ն է գրել։ Ես արդեն երևի գժվեմ։ Ես գժվեմ։ Ստարմերը BBC-ն գրել է, որ 3 երիտասարդ տղա ուկրաինացի էսկորտ իրանից փող չեն ստացել ու իր այրել են իր մեքենան, թե ինչ որ BBC-ն է գրել։ BBC ոչ թե ինչ որ բան Բերին կանալ։ Սենց բան, ես Տրամպի խորհրդականի մասնախոս։ Չէ, Ստարմերը Բրիտանիայի պրեմիեր-մինիստրը։ Ես գիտեք, ես ինչ ունեի կտայի, մենակ ես վերադառնայի 20-րդ դար։ Ես այս դարը չհասկացա։ Արդեն 25 տարի։ Տվեցին փողը վերջը, թե չէ։ Չէ, վառեց, մեքենան վառեց իրա։ Դրա համար հարձակվեցին իրա գույքը բանը։ Ինքը արդեն վարչապետ էր, որ ծառայություններից օգտվել։ Այդ մեկը չեմ տեսել։ Երբ հնա դա արել, Աստված իրա հետ։ Մենք ապրում ենք մի ժամանակում, որ բոլորը միմյանց տրուսիկի մեջ են ապրում։ Ես չեմ հասկանում, ինչու է դա պետք անել, էնել BBC-ով դրա մասին գրել։ Բայց եթե այդպեսի բան եղել է, մեկ էլ Մակրոնին ասում են ինչ որ սալֆետկա է թաքցրել, ես չգիտեմ, այս ինչով ենք մենք կոկային։ Դե ես Հետո տեսակ Մակրոնի կինը ապտակեց իրեն։ Դե գիտեք, ֆրանսիական ընտանիքի համար դա մի քիչ անսովոր է։ Իմ համար օրինակ շատ զարմանալի էր տեսնել, որ այդպեսի բան եղավ։ Դե գուցե կատակով էր արել, բայց իհարկե պարոն Մակրոնը իր ռեյտինգները կորցրել է եւ Ֆրանսիայում եւ ամբողջ աշխարհում եւ մեզ մոտ, որովհետեւ այսքան խոսք տվեց մեզ օգնել եւ ոչ մի կոնկրետ բան չարեց։ Շնորհակալ եմ։ Եղավ։ Ես չեմ զրուցում Արթուր Խաչիկյանի հետ, տեսություն կհանդիպենք։